Շարունակվելու է գործընթացը կառուցվելու գմբեթները։ Միանշանակ։ Չկան որոշակի ազդակներ, որ կասեցվի դա։ Կան ազդակներ, բայց դա անհրաժեշտ է եւ մենք անում ենք։ Մենք անում ենք, որտեղ դա անհրաժեշտ է։ Ուղղակի անհրաժեշտ է։ Թող ճշտեն համապատասխան օրգանները։ Թե խիա նման հայտարարություն տարածում անօրինական խախտելով օրենքը, ինչ որ կառույց հետնել ձեռի հետ թույլատնելով պաշտպանական համակարգը, որի անբաժան մասը այդ մոնոպոլիստ ու օրենքից անտեղյակ մարդիկ, ինչքան էլ ասենք մտածեն, որ իրանք են միայն, իրանք մեր ազգի ընդամենը 1-2%-ն են։ Իսկ ազգի պաշտպանությունը ազգի գործն է։ Ես էլ որպես ազգի զավակ թարսի պես մեռնել չեմ ուզում իրանց հանճարեղ Սուվորովսկի, Մակեդոնսկի հրամաններով, քանի որ իրանք այնքան տաղանդավոր են, որ չեն բաշարում ինձ ասեն, որտեղ եմ կոնկրետ ես կռվելու, ամեն տեղ էլ շարում եմ իմ հետագա ապահովության, ասենք, գմբեթ 2-ը։ Դες չեն ասում որտեղ եմ ես կռվելու։ Ես էլ շարում եմ ամեն տեղ, որտեղ պատահի։ Իմիջիալոս թողետի ընդունեն անպատվություն, էլի։ Քֆուր եմ տալի փաստորեն։ Ես ինձ երբեք թույլ չեմ տվել ոչ մի հայի դեմ աշխատեմ։ Հիմա իրանց դեմ աշխատում են։ Իրանք չեն հասկանում, որ աշխատելով ոմայի դեմ իրենք աշխատում են իրենց ընտանիքի անդամ կանանց, ծերերի եւ երեխաների դեմ։ Պանդակունք ֆոն տեսել եք։ Ընդ մի հատ կրյա կար Մաստեր Ուգվեի, ասում էր պատահականությունները պատահական չեն։ Այդ ոնց է ասենք, թուրքական դեպուտատկեն հայտարարություն անում ոմայի դեմ ու դրանից հետո աշխուժանում են հակաթուրքական, պրոհայկական գաղափար ունեցող պոզիցիոն, օպոզիցիոն, մոնոպոլիստ, չմոնոպոլիստ, ով ասես։ Ձեզ ահաբեկչական կազմակերպություններ չէ համարում։ Բայց ինչ եմ ասում։ Թուրքերի դեպուտատկեն, երևի Էրդողանի նախկին, ասենք, պարտներշան, այտենց հայտարարություն անում ու անմիջապես ոնց որ հրամանով այստեղ սկսում է նման գործողություն, չկա ինչ որտեղ, ախր Մաստեր Ուգվեյը ճիշտ էր, պատահականությունները պատահական չեն,